Բարի լույս Հայր ջան, ապագան իր ամբողջ փայլով 3 ազգային ժողովում էր։ Բոլորս տեսանք, թե ինչպես միջին մասնագիտություն ունեցող մի, այսպես ասած, տիկին եկել եւ խոսում էր, որ պետք չէ բարձրագույն կրթություն ունենալ, որպեսզի հասկանալ օրենքներից եւ այն մեկնաբանել։ Սա խայտառակություն չէ, այլ խայտառակությունն այն է, որ հանրապետությունում գտնվող բազմահազարանոց մանկավարժներ, բժիշկներ, գիտնականներ ոչ մի ձայն չեն հանում։ Առաջինը հարցս ուզում եմ ուղղել ուսուցիչներին. ինչպես է լինում, որ գլուխներդ կախ, բարձրագույն դիպլոմ ունենալով, 10, 20, 30 տարի դասավանդելով, դուք ենթարկվում եք ինչ-որ մի տականքի հայտարարության եւ գնում եք ատեստավորման, եւ ձեզանից ոչ մեկ չի հարցնում. այդ ինչպես է լինում, որ մենք ունենք բարձրագույն կրթություն եւ ակադեմիան մեզ շնորհել է որպես ուսուցիչ, դուք մեզանից պահանջում եք ատեստացիա։ Նույնը սպասում է բժիշկներին։ Այսինքն ստացվում է, որ երկիրը կարելի է կառավարել, ունենալով միջին մասնագիտական ուրեմն կրթություն, մի քանի միլիոն ժողովրդի ճակատագիր պետք է որոշի անգրագետ ինչ-որ մեկը, ով ուներ ընդհանրապես լավ երկար մշակված եղունգներ եւ շպարված արտաքին, կարծեք թե նման էր թուրքական հարեմներից դուրս եկած մի անառակի, դե իրենք հենց այդպիսին էլ կան, բայց ուսուցիչ աշխատելու համար դուք պետք է ոչ միայն բարձրագույն կրթություն ունենաք, այլև պետք է նմաններին, նման անգրագետներին ապացուցեք, որ դուք ունեք գիտելիք։ Ստացվում է մի բան, որ դուք ոչ թե ուսուցիչ եք, այլ դասատու, դաս տվող, որովհետև մանկավարժ եւ ուսուցիչը երբեք իրեն թույլ չէր տա, որպեսզի իրեն այսպես ստորացնեին եւ ինչպես մեր պատմիչները կասեին 5-րդ դարում մեղավորը ոչ թե հանցագործություն անողներն են, այլ մեղավորը նրանք են, ովքեր մինչև հիմա հանդուրժում են։ Հիմա նաև անդրադառնամ բժիշկներին, գիտենք, որ սեպտեմբեր ամսից այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր կարծեմ նույնպես պահանջում են բժիշկներից ատեստացիա։ Ստացվում է, որ մարդը 7-8 տարի սովորում է, չգիտեմ 9 տարի, արձինատուրան էլ հետը երկար տարիներ աշխատում է եւ ահա միջին մասնագիտական կրթություն ունեցող մեկին ասենք վաստակավոր բժիշկ պետք է գա ապացուցի, որ ինքը ունի գիտելիք եւ կարող է աշխատել բժիշկ։ Իսկ երկրի ճակատագիրը այն էլ նման իրավիճակում կարելի է վստահել նման մի անառակի։ Դե ինչ ասեմ, ուրեմն սրան է կարժան, լավ մնացեք։